Շնորհակալություն, ուղղակի քանի որ ըստ էության համարյա նույն խնդիրներին կամ նույն ինստիտուտներին ավերաբերում, ես կուզենայի ուղղակի ներկայացնեմ, բայց մինչև ներկայացնել ասեմ, որ իհարկե արդեն ազգային ժողովի կողմից վերջին հաշվով հաստատվել է։ Երեք մեր աշխատակիցներից մեկը ինձ ասում է, բայց ինչ իմաստ ունի նման քննարկումը, ես երևի թե գոնե ինձ համար հիմնավորեն, որ ապագայի համար, որտեղ հերթական անխուսափելի է լինելու սահմանադրական փոփոխությունները, գոնե այն սկզբունքները, որի հիմա մենք կամ մոտեցումները, մտահոգությունները, որ արտահայտում ենք, հետո փոփոխությունների ժամանակ հաշվի առնվի։ Եվ մի քանի ուրեմն էլի նախնական, ասպես կոչված աքսիոմատիկ պոստուլատներ, եթե ես կուզենայի անդրադարձել, որտեղ դա շատ կարևոր է, հնչեցվեց պարոն Ղազենյանի կողմից թույլ զարգացած հասարակություն եւ բարձր զարգացած հասարակությունների ֆենոմենը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ որ սահմանադրությունը ընդունվում էր, ամենևին չէին կարող համարել բարձր զարգացած հասարակություն, բայց ընդունվեց մի այնպիսի սահմանադրություն, որը առնվազն տալիս էր, արձանագրում էր այն հնարավորությունները եւ այն տեսլականը, որ այդ հասարակությունը կարող է հանձինս այդ փաստաթղթի տեսնելի զարգացումը։ Այսինքն իրավական փաստաթղթի նշանակությունը ոչ միայն տվյալ պահի հարաբերությունները կարգավորելու նպատակ ունի, այլ նաեւ դրանց զարգացումը ապահովելու նպատակ ունի։ Եվ այդ առումով ես գտնում եմ, որ որպես երթվալատինակալների ինստիտուտի համոզված կողմնակից, այնուամենայնիվ մենք պետք է անպայման դա ամրագրենք, որովհետև եթե պատրաստ չենք, դա չի նշանակում, որ այդ ստանդարտը կամ այդ մոտեցումը չպետք է ներդնել, որովհետև դա բոլորին այլ մոտեցում է։ Հիմա ես այստեղ արդեն հիշատակվեց բարձրագույն դատական խորհրդի հետ կապված հարցը, բացի Վենետիկի հանձնաժողովից կա նաև Մագնա Կարտան, որը արդեն եվրոպական խորհրդի դատավորների խորհրդակցական մարմնի կողմից մոտեցումներն է, եւ ընդ որում հենց այդ տեսակետից արդեն հիշատակված Հայաստանի, այդ թվում նաեւ Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացությունները նույնպես պետք է անպայման հաշվի առնենք։ Մենք որպես գոնե Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, եթե Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներ ունի խորհրդատվական բնույթ, ապա Եվրոպայի խորհրդի կողմից նման կառույցների գնահատականները երևի թե պետք է մեզ համար ուղենիշ լինեին, հատկապես որ մենք ունենք դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը նույնպես հաստատված է, եւ դատաիրավական բարեփոխումների ծրագրի 3 կետում հենց ուղղակի դրված է ներդնել դատավորների ինքնակառավարման առավել արդյունավետ մոդել։ Ես բովանդակությունը չանդրադառնամ, բայց առավել արդյունավետ մոդելի ներդրման պահանջը հենց մեր այսօրվա գործող իշխանության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ծրագրի կարևորագույն հանգուցային կետերից մեկն է, որը նույնպես մյուս պահանջն է այս նախագծի մշակման հետ կապված։ Բայց ես կուզենայի անպայման հիշատակեմ Մագնա Կարտայից մի քանի ուրեմն դրույթներ, որ վերաբերում է Հայաստանին։ Իդեպ խոսքը, երբ որ վերաբերում է դատական իշխանության ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի վերաբերյալ ասվում է, որ դատարանների նախագահների խորհուրդը եւ արդարադատության խորհուրդը դրանք զուգահեռ որպես մարմիններ իդեպ գործող սահմանության մեջ ինքնարձանագրում է, որ չի նշվում, որ արդարադատության խորհուրդը դատական իշխանության ինքնակառավարման մարմին է։ Դատարանների նախագահների խորհուրդն է, որ ինքնակառավարման մարմին է հանդես գալիս, բայց այս երկու մարմինները պետք է միավորվեն։ Սա ռեկոմենդացիաների մեջ է նշվում։ Ըստ էության պետք է արձանագրել, որ նախագծով անվանումը փոխվել է Բարձրագույն դատական խորհուրդ, բովանդակային տեսակետից նա չի ճանաչվում սահմանադրությամբ եւ չի ամրագրվում որպես դատական իշխանության ինքնակառավարման մարմին, ցավոք սրտի։ Այսինքն այդ մի ռեկոմենդացիայի տեսակետից մենք փոփոխություն որպես այդպեսին չունենք։ Նույնիսկ էական նշանակություն էլ չի ունենում Բարձրագույն դատական խորհրդի քիչ առաջ նշվեց ընտրության մեխանիզմը, որովհետև ճիշտ է, նույնիսկ տեսեք, այսօրվա արդարադատության խորհրդի 13 անդամներից
9 դատավորների ուրեմն ընդհանուր ժողովն է ընտրում, չէ՞։ 2 հոգի նախագահն է նշանակում, 2 հոգի ազգային ժողովը։ Այսինքն 13-ի մեջ մեծ մասը, ես փաստաթղթի մակարդակով եմ խոսում, չեմ խոսում կոնտեքստի, հա, իրավիճակը։ Իջացվել է շեմը եւ կեսն է դատավորների ժողովի կողմից կարգապահական վարություն միայն դատավորներ պետք է։ Եվ իջեցվել է շեմը, այսինքն կեսից ավելի քանակը Արդարադատության խորհրդի մեջ դատավորների կողմից ընտրվող իջեցվել է կեսը։ Իդեպ, ես կուզենայի այստեղ մի կարևոր հանգամանք էլ ամրագրել, որ երբ որ նշվեց, որ նվազագույնը կեսը դատավորների կողմից, դա նվազագույն ստանդարտն է։ Եկեք դա էլ նշենք, այսինքն պետությունը նվազագույն ստանդարտը ապահովելով մոտեցումը, ինքը լրացուցիչ չի կատարել քայլ դեպի այդ նվազագույն ստանդարտը ավելացնելու ուղղությամբ։ Այն ինչ որ Արդարադատության խորհրդում կար, այսինքն այստեղ ակնհայտ արձանագրում եմ իմ խորին համոզմամբ հետընթաց։ Ես չեմ ասում, նորից եմ կրկնում, դեռ լա մեխանիզմն չեմ անդրադառնում, բայց Արդարադատության խորհրդի կազմում կեսից ավել դատարանների ժողովներ ընտրում, իսկ հիմա կեսն է ընտրում։ Արդեն իմ գործընկերների կողմից նշվեց, երբ որ մյուս 5-ը արդեն ազգային ուրեմն ժողովից կողմից է ուրեմն ընտրվում։ Արդեն դա արդեն ռիսկայինի տակ է եւ ըստ էության բարձրագույն դատական խորհուրդը շատ ավելի ռիսկի տակ է մտնում այդ կեսի ընտրության ուրեմն պարագայում։ Եվ կարծում եմ, որ նախ առաջերտին ամրագրենք, որ պետք է որ նախագծով կամ գոնե մոտեցման բարձրագրվել, որ դա ինքնակառավարման մարմին է, 1, որը ռեկոմենդացիայի տեսակետից իդեպ դատաիրավական բարեփոխումների հենց այդ ամբողջ ծրագրի կարևոր աչակցությունը եղել էր հենց այդ փորձագիտական եզրակացությունը։ Եվ երկու փաստաթղթերի պարագայում մենք առնվազն ակնկալում ենք, որ սահմանության մեջ դրանք հաշվի կառնվեն։ Ուրեմն որպես ինքնակառավարման մարմին չի արձանագրված։ Երկրորդը նաև նրա կազմի ընտրության հետ կապված քայլ առաջ չի կատարված ընդհակառակը դատավորների կողմից, դատավորների ժողովի կողմից այդ ուրեմն կազմի ընտրության մեջ, ասենք թիվը պետք է լիներ դատավորների թիվ ավելի մեծ, քան թե հիմա է։ Հաջորդը նույն ռեկոմենդացիաների մեջ ես ուղղակի հիմա նշել եմ, բայց կետերով չհիշատակեմ։ Նշվում է, որ ինքնակառավարում ասածը նշանակում է հետևյալը, որ իրենք պետք է ոչ միայն ռեկոմենդացիա տան առաջարկեն, թե ում նշանակվի, այլ նաև հենց իրենք պետք է նշանակեն։ Այսինքն դատական իշխանության ձևավորման մեջ դատավորների նշանակման գործընթացում ինքնակառավարման մարմինը ուղղակի պետք է մասնակցություն ունենա եւ ինքը կատարի։ Այդ առումով ես կարող եմ կանթերցել այդ համապատասխան ռեկոմենդացիաների, որպեսզի վերջնական խոսքը, այո, իսկ հիմա վերջնական խոսքը ազգային ժողովին է տրված դատավորների հետ կապված, որտեղ վճարբեկ ներողություն, վճարբեկ դատարանի նախագահներ եւ այլն, դրանք վերջնաշով ազգային ժողովին է տրված։ Եվ իդեպ շատ կարող է ինքնակառավարման ապահովման տեսակետից իշխանության մյուս ճյուղերի ոչ էական մասնակցությունը ինքնակառավարման մարմնի ձևավորման, հա, այդ process-ում եւ ընդհանրապես դատական իշխանության ձևավորման ուրեմն գործընթացում։ Ես կարծում եմ, որ նաև մյուս ինձ համար անհասկանալի հարցը դա դատարանների սահմանադրական դատարան դիմելու իրավունքի վերացումն է։ Մենք հիմա ունենք, որ դատարանը, երբ որ դատաքննության ընթացքում ունի որոշակի կասկած կամ հարց, արդյոք նորմը, որը կիրառվում է, օրենսդրական նորմը, սահմանադրական է, թե ոչ, ինքը կարող է դատական process-ը ընդմիջի եւ դիմի ուղղակի սահմանադրական դատարան պարզելու համար եւ այդ եզրակացության հիման վրա շարունակելու դատաքննության process-ը։ Կարող եք իհարկե հակափաստար բերել, որ քանի դեպք է եղել, բայց ներողություն դա չի կարող հիմնավորում լինել, որովհետև այնուամենայնիվ, եթե չի եղել, դա չի նշանակում, որ դա պայմանավորված է նրանով, որ դա արդյունավետ չի կամ մեռած նորմ է։ Դա ավելի շատ խոսում է դատական իշխանության
բուն բովանդակության մասին ավելի շատ, քան թե ենթադրենք նորմի մեռած լինելու հանգամանքի մասին։ Եվ կարծում եմ դատական իշխանության անկախության կարևոր երաշխիքներից մեկը, իհարկե հիմա փոխվել է բարձրագույն դատական խորհուրդն է դիմում, նաև այդ իրավունքը տրված է բարձրագույն դատական խորհրդին, բայց թե ինչ ուրեմն մեխանիզմով ենթադրենք կամ ինչ հարցերով պետք է բարձրագույն դատական խորհուրդը ելնելու, ասենք դատական իշխանության պահանջներից, դա բաց է մնում, որտեղ այնուամենայնիվ դատավորի անկախության, ոչ միայն դատական իշխանության, այլ դատավորի անկախության կարևոր երաշխիքներից մեկը կլիներ հենց անմիջապես սահմանադրական դատարան դիմելու այդ իրավունքը եւ սահմանադրականության հարցի լուծումը սեփական նախաձեռնությամբ եւ ընդհանրապես իրավական դաշտի վրա նրա իրական գործուն լծակների ազդեցության այո դատավորի 164-ն է, այս ուղղակի սահմանադրական դատարան դիմողների ցանկի մեջ ահա ահա դե ուրեմն այդ դեպքում հասկացա ժողովուրդ բանի սահմանադրական դատարան դիմողների ցանկի մեջ չկար լրացված եկեք հա շատ լավ կներեք ուղղակի այդ հարցը հանեցի եւ ուրեմն այս հարցերն որ կարծում եմ ռեկոմենդացիաների տեսակետից այդ մագնա քարտայի կողմից եւ մեր ուրեմն ձևակերպումների տեսակետից դատական իշխանության ինքնակառավարման, հա, նախագծով առաջարկված մոտեցումների անհամապատասխանության հետ կապված հարցերն են, որոնք կարծում եմ չգիտեմ ինչքանով է հաշվի առնվել նախագծի մշակման ուրեմն ժամանակ